Վերադարձանք, սիրելի հեռուստադիտողներ, շատ ուրախ ենք ես եւ Ռուբենը, որովհետեւ եկել է համեղություններից խոսելու հատվածը։ Իսկ մեր գործընկեր Անուշը մեզ համար, ես լսել եմ ներքին տեղեկություն ունեմ, որ անակնկալ է պատրաստել մեզ համար։ Ես մի կան ամեն ինչ գիտի։ Ամեն ինչ գիտի, ամեն ինչից տեղեկացված է։ Տեսնենք թե ինչ։ Արի ողջունենք այդ, տեսնենք թե ինչ անակնկալ է։ Բարի լույս Անուշ։ Բարի լույս սիրելի գործընկերներ։ Անակնկալն այն է, որ մենք օրեր առաջ երբ դուք միասին էիք այստեղ, մենք խոստացանք, շատ խոսեցինք ծնեբեկից, որոշեցինք, որ պետք է պատրաստենք ծնեբեկով ուտեստ։ Լեգենդար ծնեբեկն է այսօր մեզ այցելել։ Այո, այո։ Եվ ես կպատրաստեմ հիմա նախուտեստ ու ծնեբեկը կտապակենք։ Հետաքրքիր թանձրուկով է պատրաստվելու եւ Թանձրուկել է մեզ։ Այո, կիտրոնով։ Կիտրոնով։ Ինձ թվում է շատ համեղ է լինելու, առաջին անգամ եմ այս տարբերակով փորձում, բայց վստահ եմ համեղ կլինի։ Իսկ բաղադրատոմսը որտեղից։ Տեսել եմ արտասահմանյան բլոգերներից եւ այդպես որոշեցի պատրաստեմ։ Բայց տեսել եք ու չէր հասրել դեռ մինչև։ Այո, այո։ Վստահ եմ, որ լավ կլինի, երբ որ վստահ եմ, արդեն չեմ պատրաստում։ Լավ է, որ խոսեցինք ծնեբեկից։ Լավ էր։ Երևի թե 1 ամիս խոսեցինք, զրուցեցինք ծնեբեկի կարևորությունների մասին, օգտակարությունների մասին խոսեցինք, ծնեբեկի մասին ամեն ձև խոսել ենք, հետևաբար այսօր չենք խոսի ծնեբեկի մասին։ Այսօր կխոսենք ավելուկի մասին։ Որ հաջորդը որ ավելուկ լինի։ Բայց ավելուկն է շատ կարևոր խոտաբույս է։ Խոտաբույս է ավելուկը։ Այո։ Կանաչեղը։ Այո, այո։ Բայց ես ավելուկով ճաշը չեմ սիրում օրինակ։ Չես սիրում, աղցան չես սիրում, Ավելուկը սիրում եմ ճաշը, որ լինում է ջրով ճաշը, ավելուկով ճաշ որ ասում են, դա չեմ սիրում։ Սիրում եմ տապակած ձմով, իր ամեն ինչով, այլ դա եմ սիրում սոխարածով։ Այդ ապուրը, որ ասեցիր ավելուկի, մանկության հետ է կապված։ Երևի թե այո։ Ինձ մոտ էլ է, դրա համար էլ տես մոտ չեն գնում։ Բաներ կան, չէ՞, փոքր ժամանակ որ Ես նույնիսկ չեմ էլ գրում ավելուկով ճաշ։ Այդ բառը չեմ սիրում հեռու։ Դու չես ճանաչում ինձ։ Այդ ի՞նչ է։ Հեռու է դա իմ։ Այդ որն է։ Չէ, իրականում բայց կարծում եմ բոլորս մանուկ ժամանակ որոշակի ինչ-որ այդպես վատ հիշողություններ ունենք։ Իհարկե։ Հոտելի հետ կապված, համերի հետ կապված, տեսքի հետ կապված։ Ու ինչ լավ է, որ մեր բախտը մեզ ժպտացել է, որ մենք ունենք Անուշ, որը համ համին է ուշադրություն դարձնում, համ տեսքին, համ բույրին, համ վտանգավոր բառ է, համ բույրին, չէ, համ բույր էր, համ բույրին։ Համ բույր։ Իսկ դու ինչ չես սիրում, Ռուբեն։ Ես Քո այն ամենա որ չես ուտում ընդհանրապես, ինձպես չես գրում նույնիսկ այդ բառը։ կաթնով չեմ սիրել։ Կաթնով։ Բայց շատ մարդ։ Անուշ կաթնով էր դրա անունը, կաթ եւ բրինձ։ Կաթը եւ բրինձը, այո, կաթնով։ Վայ։ Կաթնապուր։ Այդ մանկության այդ ավելուկի քո պատմությունն է։ Կաթնապուրը որն է։ Հենց նույնն է։ Իսկ ինչ մենք այսպես հաճելի զրուցում ենք մանկության գիրքն ենք ընկել։ Այդտեղ ինչ ենք անում։ Այստեղ թավան մի լավ տաքացել է եւ հիմա մենք պետք է ծնեբեկը տապակենք կարակով եւ մի փոքր արևածաղկի յուղով։ Ես Այսինքն բան բաց չենք թողել։ Ոչ, որ ծնեբեկը որ շատ նուրբ է, պետք չէ այստեղ հանել կեղևը, այո, մաքրել։ Իսկ որը մի քիչ զգում եք, որ կոպիտ է, կարող եք այսպես մաքրել, նոր դնել թավայի վրա։ Ես չեմ հիշում, ծնեբեկը կարել էր խաշել, Անուշ։ Իհարկե, այս նույնը կարող ենք նաև խաշել, հետո հանում եք, դնում եք սառույցով ջրի մեջ, Անուշ կանաչ գույն է ստանում։ Մենք հումել ենք, թարմել ենք կերել։ Այո, մենք երբ փորձեցինք։ Այդտեղից սկսվեց ամեն ինչ։ Ամեն ինչ սկսվեց այդ թարմ ծնեբեկից։ Շատ քիչ ժամանակ է պետք իրականում, մի քանի րոպե մինչև սա կտապակվի։ Իսկ մենք այդ ընթացքում կկտրենք կիտրոնը, պետք է շատ մանր կտրել եւ հետո տապակում ենք արևածաղկի յուղով։ Ու ավելացնելու ենք նաեւ կծու չիլի պղպեղ։ Կլինի ցուրտ կծու։ Հա, ասում եմ ես չեմ սիրում կաթնովը։ Իսկ ինչ չեմ սիրում։ Ես չեմ սիրում եկել դդումը։ Ինչը չես սիրում։ Դդում։
Դդում Կարելի է դդում չսիրել։ Ես հիմա հասկանում եմ, որ դու ներքուսնից քարկոծում ես, Չէ, բայց չէ, ինքը շատ օգտակար է իրականում։ ես այդ օգտակարությունը իմանալով, Իսկ փորձելու եմ կրեմ դդմապուր։ չէ, չի լինում։ Սերուցքով որ Չի լինում։ Չէ, փորձել ես։ Չէ, նու Բայց սունկ էլ չես սիրում։ սունկ սիրում եմ, ոչ չեմ սիրում։ Հա, հում չես կարող։ Մանեն ուղղակի է ստիպեց Այո, ինձ լավ, սունկ ուտել, Հա։ Ախ, մանայի հետ ես եղել։ Մանեն ամեն ինչն է թարմ։ կարտոֆիլը հում բերեց։ Անց համով եմ միք ասեց կեր ես։ Ու խնձորի պես կծեց սկսեց ուտել։ Այո, ինձ էլ ստիպում էր որ ուտել։ Հիմա նույնն էլ դդումն է, չէ։ Դե կան մարդիկ, ովքեր հում կարտոֆիլ այո ուտում են։ Իշխան եղբորս որդուն, որը խնձորի պես Կարտոֆիլը ուտում։ կարտոֆիլը ուտում էր։ Հիմա մեծացել է խնձորն է այտենց ուտում։ Ինձ թվում է երևի փոքր ժամանակ խառնում էր։ Իրան լրիվ մեկ էր Բայց կա կարտոֆիլը։ նաև գետնախնձոր։ Չէ, գետնախնձոր չի ուտում։ Դա էլ եմ փորձել։ Ես որպես հորեղբայր պարտքես համարեցի, մի օր գետնախնձոր գնեցի եւ տարա, բայց չկերավ։ Ինքը կարտոֆիլ էր ուտում։ Չէ, ես Ու թեյնիկով էր ման գալի, շատ տարօրինակ էր։ կերպար է եղել, բայց Դու անկեղծ եմ ասում։ Թեյնիկով Որած մենք արտավազ դարի թեյնիկը վերցնում էր, ուր գնում էր թեյնիկով էր գնում։ դատարկ թեյնիկ։ Դատարկ թեյնիկ։ Էլեկտրական թեյնիկներ ուտում։ Ուր գնում էր, չգիտեմ, մուլտֆիլմ դիտելու, բերում դնում էր այսպես Դա ստացի քիչ է, բայց դու շատ լավ կերպարի միտք ես տալիս սենց հիմա, ինչ-որ Ինքն թեյնիկը մտերիմ ընկերներ։ Ուր հասանք անուշ։ Հիշողությունների գիրկն ենք ակ, չէ, եւ միշտ ժպտում եք, երբ որ Այդ ամենի սկսում եք։ մեղավորը ծնեբեկն է։ Այո։ Հիմա կիտրոնը մանր խորանարդիկներով այսպես կտրտում ենք։ Բայց ինձ թվաց սխտոր էր, գիտես, այստեղից տպավորությունն է, որ սխտոր կտրես։ Կիտրոնն է եւ պետք է հիմա տապակենք։ Կիտրոնը Այո։ Հետաքրքիր է, չէ՞, ինձ անկեղծ այս տարբերակը դրա համար շատ հետաքրքրեց։ տապակած կիտրոն, հետաքրքիր է։ Բարակ Տապակած կտրում կիտրոն ենք եւ շերտերով։ Այո, եւ հետո խորանարդիկներով։ Ծնեբեկն է կարծես թե մի փոքր աղավելացրեցի եւ կարծես թե արդեն պատրաստ է։ Կարող ենք անջատել։ Թավայի մեջ կարակով տապակեցի։ Կարակ եւ այո, մի փոքր արևածաղկի յուղ, որպեսզի կարակը չայրվի։ Ախ, դրա համար են արևածաղկի յուղ լսում։ Գիտես, արևածաղկի յուղի հետ կապված շատ վատ հիշողություն եմ, քանի որ հիշողությունների գիրքն ենք ընկել։ Ինչ է եղել, չասես Քանի որ այսպեսի մտերմիկ խոսակցությունն է, Ինչ է ես էլ մի եղել։ բան կիսեմ։ վառվել է։ Տանը մենակ էի մնացել։ Ահա։ Մայրս չգիտեմ, հյուր էր գնացել թե ուր, տանը չէր ունեցել ստացվել, բայց շատ քաղցած էի, շատ։ Դե ասեցի Ռուբեն տղա, ծվածեղի եղածն ինչ է, ամոթել է։ Բայց 14-13 տարեկան մաքսիմում լինեի։ Չէի հիշում այդ հավայի մեջ ինչ-որ մի բան լսնում էր մաման, բայց ինչ էր լսնում, չէի հիշում, վերցեցի արևածաղկի յուղը, հա, ճիշտ ասեցի, Այո։ արևածաղկի յուղը վերցեցի, լցրեցի թավայի մեջ ու հիշում եմ, որ սպասում էր մաման, ինչ-որ ինքը տաքանա, թե ինչ-որ ինչ լինի, լավ սկսեց ճտալ արդեն, այսպես լավ դաղվեց, կարելի ասել, հենց հավքիթը կոտրեցի, որ այսպես մի անգամից տարակեց սաղ, լավ էր երեսից չտրավ, բայց ամբողջ խոհանոցը պատերով, հենտեղ մենք լուսամուտ ունեինք այդ լուսամուտ ապակիները, ամբողջ պատկերացավ, ոնց որ ռոմ լիներ, այսպես հավքիթը կոտրում ես լավ, թեզացով։ Ես մտածեցի ջուր ես լցրել նաև, բանի։ Չէ, ջուր չի լցրել։ Ջուր լցնես, դե չէ, ավելի շատ կփալ այդ ամեն ինչը։ Հա, մի փորձեմ։ Ձեթն ու ջուրը չեն խոսում իրար հետ, չունեն իրար հետ։ Տաշտամի են։ Տակ արևածաղկի յուղն ու ջուրը չունեն իրար հետ։ Վայ, հետո որ մայրիկս եկավ, ասեցի ինչ եմ արել, ինչ երեսություններ, ասես տղաս, ախր արևածաղկի յուղով է։ Ու մնացիր սոված։ Պատրաստում։ Չէ, ինքը հավուկ բաներ հետո։ Հա, սոված մնացի։ Մինչև մայրս եկավ։ Դե հաց ու պանիրը միշտ այդ ժամանակ օգնության են գալիս։ Բոլոր դեպքերում օգնության է գալիս։ Իսկ ինչքան մեծ կիտրոն է հարկավոր տապակելու համար։ Կես Ես այո, գրեթե մի փոքր ավել։ ամբողջական էր, չէ՞ կիտրոնը մինչև։ Այո։ Ահա։ Ավելացրեցինք։ Հացից ընեց անուշ հոտ էր գալիս։ Մի պա այդտեղով որ ասնում էի, այդ բույրը այդ ինչ լավն էր։ Թարմ է։ Իդեպ հացն էլ կարող ենք տապակել։ Բույր ուներ։
Թարմ էր, բայց ինչ-որ հետաքրքիր բան էլ կար։ Հացը ինչ ենք անելու։ Հացն էլ կարող ենք տապակել իրականում եւ վերջում հացի վրա այս ամենը տեղավորել ու համտեսել։ Հետո կպրելու ենք ծնեբեկը, անուշ, փոքրացնելու ենք, այսինքն իրան որ հացի վրա։ Մենք հիմա գեղեցիկ կմատուցենք, բայց հետո կկտրենք, որպեսզի տեղավորվի հացի վրա։ Հիմա չիլի պղպեղը փաթիլներով այսպես ավելացնում ենք կիտրոնի վրա եւ կարող ենք սկսել հավաքել արդեն, պատրաստ է։ Այսպես ցույց տամ, թե ինչ անուշ գույն ենք ստացել, մի փոքր տապակվել է։ Հիմա մենք այսպես ստրաչատելա պանիրը կդնենք ափսեի վրա, կարող ենք նաև մոցարելա դնել, ով ինչ կցանկանա, ով ինչ պանիր կա։ Ինչ պանիր էր դա։ Ցանկանա օգտագործել, ստրաչատելա։ Ստրաչատելլա։ Իտալական բառերը ինչ գեղեցիկ են, չէ՞։ Մոցարելլա։ Դե նրանց որ գրեթե 95-7%-ը ամբողջովին պետք է ձայնավորով վերջանա։ Եվ պատահական չէ, որ օպերային արվեստը հենց մեծամասնությունը իտալերեն է միշտ գրվել։ Այո։ Այդքան էլ ճիշտ։ Իդեպ վրացիների մոտ նույնպես այդպես է, պետք է անպայման ձայնավորով վերջանա։ Օրինակ Միկա Ղափլանյանի։ Ղափլանյան չես դառնում։ Ասպես բայց ես պապերից եկած ես իմ անուշ ազգանունը։ Ինչ եք իդրել վերջում։ Բայց իտալացիների մոտ փափուկ է հնչում ականջին, բայց վրաց լեզուն մի քիչ կոպիտ է հնչում ականջին։ Դե դա էներգետիկայից է, հետո տարերից, իրանք այսպես մի տար ունեն, կոկորտից որ գալիս է։ Կոկորտի տար։ Հա, ինչ որ Ք, Խ, Հ, մի 3-4 տար միասին միացրել են։ Ինչից ենք խոսում, ծնեբեկից։ Այո, ծնեբեկից։ Ծնեբեկն է այսօր։ Հիմա Մարչելոնի ինչ էր մեր բանրի անունը։ Ստրաչատելլա։ Ստրաչատելլայի վրա ենք տեղափոխում ծնեբեկին։ Ծնեբեկո ստրաչատելլա։ Ծնեբեկի։ Ծնեբեկի։ Ծնեբեկի ստրաչատելլի։ Եվ Միասինի համովի։ Եվ հիմա այս կիտրոնը այսպես գեղեցիկ ինչ անուշ բույր է գալիս, կարամելիզացվել է մի տեսակ։ Վստահ եմ փոխանցվի շատ շուտով մեր հարազատ ծնեբեկին։ Եվ իհարկե սա հիմա գեղեցիկ որպեսի երևա ամեն ինչ այսպես պատրաստեցինք, բայց ուտելու ժամանակ պետք է խառնել ամբողջը։ Եվ իհարկե ինչ պետք է անենք, պարտադիր։ Քունջուտ։ Քունջուտ ավելացնենք, որովհետև ծնեբեկի հետ քունջուտը պարտադիր է, շատ համեղ է։ Եվ մենք այսպես երկու Անուշ կապ չունի, չէ՞ սպիտակ եւ սև քունջուտների մեջ։ Սևը մի քիչ համային տարբերություն կա, բայց իրականում ոչ։ Օգտակարության առումով նույնն է։ Այո, ընդհանրապես որքան մուկ, այդքան ավելի օգտակար է մթերքը։ Եթե սև եւ սպիտակի մեջ տարբերություն դնենք, այո, սևն ավելի օգտակար է։ Կարմիր կաղամբն ավելի օգտակար է, քան կանաչը։ Սոխի մեջ էլ է այդպես։ Այո, յուրաքանչյուր կարմիր պղպեղն ավելի օգտակար է, քան նարնջագույնը, դեղինը։ Դե նարնջագույն դեղին է, դրանք չհասածներն են։ Ոչ թե չհասածներն են, ոչ։ Ես այդպես գիտեի, որ հասնում են դառնում են կարմիր գույն։ Հասունանում են, այսինքն։ Չէ, ամենավերջում գուցե Պետք է ճշտել։ Կարմիր, բայց ընթացքում Այդպես է, ես գիտեմ։ Հա։ Չէ, ամենավերջում գուցե կանաչ պղպեղը, որ մնում է դեռ իր հենց լույսը։ Ես առաջարկում եմ, որպեսզի դուք Կանաչը գաք։ դեղնում է, դեղից հետո կարմիրում է, չէ։ Առաջարկում եմ Իսկ պղպեղները, որ կեսը կարմիր գույն է, կեսը կանաչ գույն է, այսպես։ Որ խառնված է։ Այդ են բուլղարական։ Այո, բուլղարական պղպեղները։ Ես դրա մասին էի ասում։ Հա, չէ, մենք են հայկական։ Տեղական հայկական ջերմոցի։ Եվ ոչ միայն։ Չէ, ասում եմ ժողովուրդը։ Հիմա կողմնորոշ եք հաջորդ անգամ պղպեղով, թե ավելուկը որևէ բան պետք է պատրաստենք։ Վերջ։ Վերջացրեցինք, բայց համտեսելու եք։ Անպայման։ Գանք։ Դե ուրեմն ինձ թվում է պետք է գաք։ Գանք։ Բրուսկետաները պատրաստենք։ Հետո կփորձեք ու կասեք, թե ինչ համ ուներ իրականում։ Ոայ չեմ հավատում։ Օ։
Ծնեբեկի ստրաչատելլա։ Սա պետք է իհարկե։ Իսկ ստրաչատելլան ինչ բանիր է, աղի է, Պանիրը ավելի շատ կաթնային։ ավելի շատ կաթնային, եթե դեմ չես։ Չէ, հետաքրքիր էր ուղղակի։ Կաթ չես սիրում, Ռուբե։ Սիրում եմ։ Գիտես, մի քիչ ձուկ չէի սիրում։ Ձուկ։ Այն էլ մի ընկեր ունեի, որը ինձ սովորացրեց ձկան նկատմամբ սեր ունենալը։ Ու դու զարմանում ես, որ ես դդում չեմ սիրում։ Չէ, ես ձուկ սիրում էի, ուղղակի ձկան հոտը ինձ դուր չէր գալիս։ Հոտը վանում է։ Ընդամենը։ Թե չէ, համայն առումով շատ հարմար պահվող են բանից։ Դες սոված եկան կանոնի դեպքում սպասում ես ինչ անեմ։ Կուզես ես էլ քեզ օգնեմ։ Մի փոքր կիտրոն էլ ավելացնեմ։ Մի փոքր կիտրոն, ահա։ Այս մեկը պատրաստ է։ Հա։ Միք ջան։ Եվ հիմա մյուսը։ Միք Այսօր մի լավ չէի զգում քեզ։ Մենք կարող ենք իրականում եթերից հետո էլ փորձել, Ինչ անել։ եթե հարմար չէ ձեզ։ տանակ Սպասի կամ դանակ, դանակ։ Լուննայից տոնակ եմ բերել։ Կներես Միք ջան։ Ոչինչ։ Ծաղիկը հետ առաջ չունի, մեջքով կանգնել է։ Վայ։ Բայց ես լավ այսպես անեմ։ Ինչպեսի հաջողություններ։ Հանուշին թողը իրար ենք հաջող։ Այսպես։ Պատրաստ է։ Այս մեկն էլ ավելացնեմ։ Շատ մի չարչարվի։ Չի կտրվում։ Այո, դժվարությամբ է կտրվում, բայց կարող ես չկտրել, արդեն ավելացրեցի։ Կտրեցի։ Ահա։ Լավ։ Ես փոքր ինչ հետո Ես կհամտեսեմ։ Մոտակա Ինձ համար կարևորը հիմա դուք Տղեկ ծնեբեկ չեք ուզում։ բայց կարող եք գուցե երաժշտություն Այո, լսելու կլսենք, ժամանակ։ սիրելի հեռուստադիտողներ, դուք լսեք լավ երաժշտություն, մենք էլ փորձենք ծնեբեկին։ Նույնիկը ծնեբեկը Բայց բա փորձենք։ Դուք փորձեք ինչև Գուցե պետք է գնացենք, դուք լսեք երաժշտություն մի խանգարեք, մենք էլ կուտենք հետո կգանք։ անուշ լինի։ Տիտրոնը իրոք ընտիր համետորել։